Սիրելի բարեկամս, ես այսօր ուզում եմ քեզ վկայել Հիսուս Քրիստոսի մասին, Աստծո միածին որդու մասին, որը եկավ այս աշխարհ, համայն աշխարհի մեղքերի համար, իմ եւ քո մեղքերի համար բարեկամս, նա խաչի վրա կյանք ա դրել։ Նա մահացել է, նա տառապել է, նա չարչարվել է, նա արյունաթափել իմ եւ քո մեղքերի համար բարեկամս, որպեսզի ես եւ դու ճանաչենք Աստծուն։ Սիրելի բարեկամ, Աստվածաշունչը ասում է, որ երկնքի տակ ուրիշ անուն չկա մարդկանց տրված, որով մարդը կարա փրկվի։ Միայն Հիսուս Քրիստոսն է, որ կարա մարդուն հավիտենական կյանք պարգևի։ Միայն Հիսուս Քրիստոսն է, որ կարա մարդու կյանքը փոխի։ Միայն Հիսուս Քրիստոսն է, որ կարա քո մեղքերը ների։ Միայն Հիսուս Քրիստոսն է, որ մարդու կյանքը իմաստավորում է։ Առանց Հիսուսի, բարեկամս, մարդը ապրում է ունայն կյանքով։ Մարդը ապրում է խավարի մեջ։ Մարդը գնում է հավիտենական կորուստ, հավիտենական տանջանքներ։ Առանց Հիսուսի, բարեկամս, մարդը չունի ապագա։ Մարդը չունի հույս։ Մարդը չի կարող երջանիկ լինել առանց Հիսուս Քրիստոսի, բարեկամս։ Ես ուզում եմ, որպեսզի դու այսօր սթափվես, բարեկամս։ Աստվածաշունչն ասում է, որ մարդկանց տրված է մեկ անգամ մեռնել եւ հետո դատաստան։ Կյանքը դա Աստծո պարգև է։ Կյանքը դա Աստծո շնորհք է, որ այսօր տրված է ինձ ու քեզ, բայց այդ կյանքը մի օր պետք է ավարտվի, բարեկամս։ Մենք մի օր գնալու ենք այս աշխարհից, մենք մի օր գալու ենք մեր եզրահանգման, մենք գալու ենք մի օր այն հանգրվանին, որը կոչվում է մահ, որը մեզ պիտի բաժանի այս աշխարհից, այս կյանքից եւ ինչ է լինելու դրանից հետո։ Երբևէ բարեկամս դու մտածել ես, խորել ես դրա մասին, ինչ է լինելու ինձ հետ, երբ որ ես գնամ այս կյանքից, այս աշխարհից։ Սիրելիս, Աստվածաշունչը խոսում է հավիտենական կյանքի մասին։ Աստվածաշունչը խոսում է հավիտենական տանջանքների մասին, հավիտենական դատաստանի մասին։ Որտեղ ես դու գնալու, որտեղ ես դու հայտնվելու, ուր ես դու գնում այսօր, բարեկամս։ Սիրելիս, Աստված սիրում է քեզ եւ ամեն ինչ արել է, որպեսզի ես եւ դու չգնանք կորուստ։ Հիսուսը այն կամուրջն է, որ Աստված ստեղծել է իմ ու քո փրկության համար։ Հիսուսը այսպիսի խոսքեր ասեց. ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը։ Բարեկամս, ես քեզ կոչ եմ անում, որ դու քո կյանքում ճիշտ ընտրություն կատարես, որ դու ընդունես Հիսուս Քրիստոսին, որ դու ճանաչես Հիսուս Քրիստոսին, որ դու նրան ընդունես որպես քո անձնական Տերը եւ քո անձնական Փրկիչը, բարեկամս։ Եվ դա կլինի քո կյանքում ամենա կարևոր որոշումը, բարեկամս։ Ես ու դու պիտի հասկանանք, որ առանց Հիսուսի մենք գնալու տեղ չունենք։ Առանց Հիսուսի չկա հույս, չկա ապագա։ Միայն Հիսուս Քրիստոսն է մեր ամեն հարցերի պատասխանը, բարեկամս։ Մի վախեցիր մարդկանցից, մի ամաչիր մարդկանցից։ Հիսուս այսպիսի խոսքեր ասեց, բարեկամս, Հիսուս ասեց, ով որ ինձ մարդկանց առաջ դավանել է, ամոթ համարի, ես էլ նրան պիտի ամոթ համարեմ դավանելը հրեշտակների եւ հոր առաջ։ Եվ շեշտեց նույնիսկ, ասեց, ով որ այս շնացող եւ մեղավոր ազգի մեջ ինձ դավանելը ամոթ համարի, ես էլ նրան ամոթ պիտի համարեմ դավանելը երկնքում։ Ուրեմն սիրելի բարեկամս, մարդկանց մի նայիր Աստծուն։ Ես կոչ եմ անում քեզ, որ դու ճանաչես Աստծուն։ Ես կոչ եմ անում քեզ, որ դու լուրջ նայես կյանքին։ Ես կոչ եմ անում քեզ, որ դու ապաշխարես։ Ես կոչ եմ անում քեզ, որ դու գտնես Հիսուսին, որ դու ճանաչես Հիսուսին։ Կարդա Աստվածաշունչը, սիրելիս։ Աստվածաշունչը լույս է մեր ճանապարհի համար։ Աստվածաշունչը ճրագ է մեր ոտքերի համար։ Չեմ ուզում երկարել,
Ես քեզ ուզում եմ կոչ անել, որ դու ընտրես Հիսուս Քրիստոսին որպես քո անձնական Տեր ու Փրկիչը, որ դու ընտրես Հիսուս Քրիստոսին որպես քո ճշմարիտ միակ ճանապարհը։ Խնդրիր Աստծուն բարեկամս, որ նա քո կյանքդ փոխի, որ նա ազատագրի քեզ ամեն տեսակի մեղքերից, ամեն տեսակի կեղտերից։ Ես քեզ խորհուրդ եմ տալի, որ դու միաբանվես ճշմարիտ քրիստոնյաների հետ, որ դու սկսես աղոթ կանել, սովորես աղոթ կանել, փնտրես Աստծուն, կանչես Աստծուն, առանձնանալով քո ներքին սենյակում, որ դու սկսես Աստվածաշունչ կարդալ, մի խոսքով, որ դու փնտրես եւ ճանաչես Աստծուն։ Թող Աստված օրհնի քեզ եւ այս խոսքերը քեզ ճիշտ ուղղությամբ տանեն եւ Աստված քո կյանքը նոր կյանք դարձնի Հիսուս Քրիստոսով, ամեն։